Հայկներ։ Չգիտեմ ուրախանամ, որ այսքան միամիտ ու զգացմունքային ես, թե տխրեմ, որ նոր պիտի ծանոթանաս կյանքին։ Ես կյանքին նոր չեմ ծանոթանալու։ Արդեն հասցրել եմ շատ բան տեսնել։ Դու մի փոքր մասն էլ չես տեսել։ Ես պիտի գնամ արդեն։ Հայկը ինձ է սպասում։ Հետո տուն պիտի գնամ։ Չեմ ուզում, որ կասկածեն ինչ-որ բաներ, չեմ ուզում հասկանան թաքուն բաներ եմ անում։ Բայց էլի եմ գալու քո մոտ։ Կզանգես նոր։ Հայկն էլ է քեզ փնտրում։ Շատ է ուզում քեզ տեսնի։ Որովհետև վստահ է, որ Աշոտի մասին տեղեկություն ունես։ Հայկին նամակներ է գալիս, որ ինքը իր հոր մասին սխալ ինֆորմացիա ունի։ Գիտեմ։ Գիտես։ Գիտես, որ հաղորդագրություններ է ստացել։ Վերջն արելավ։ Այսօրվա համար հերիք էր։ Չեմ ուզում, որ Հայկը իմանա։ Իսկ ինչքան ժամանակ պիտի թաքցնես։ Չկա աշխարհում մի բան, որ չբացահայտվի։ Ժամանակն է հարցը։ Չեմ ուզում կորցնեմ Հայկին։ Շատ եմ քեզ խնդրում։ Միջև իմ հետ չխոսես, ոչ մի բան չասես։ Ես ինքս եմ քեզ խնդրել, որ ոչ ոքի չասես գալուս մասին։ Պատրաստ չեմ հանդիպումների։ Դու գնա, որ ամեն ինչ լավ լինի։ Համարս ունես։ Կզանգես, կխոսենք, կհանդիպենք, բայց հաջորդ անգամ ավելի երկար կխոսենք։ Հա, քերի։ Մի քո են գործի ես դրել։ Հատե խանութում մարդ չկա, մտածեցի գնա այնտեղ լինի։ Միջև Վարոն կազատվի էլի։ Քո համար նորություն ունեմ։ Վարոյի գործով է։ Ներքին կարգով կազմակերպել եմ, որ քեզ թողնեն Վարոյին տեսնես։ Լուրջ ես ասում։ Ինչի՞ չես ուզում։ Ոնց չեմ ուզում, քերի, երբ պիտի գնամ, դու մենակ ժամն ասա։ Կկարողանաս մի կես ժամից բաժնում լինես։ Հա, ոչ չեմ կարա։ Դե գնամ գամ ու մնացածի մասին կխոսանք։ Լավ։ Լավ։ Վրամ, կուզես դուրս գանք ձեր տարածքում մի քիչ զբոսնենք։ Զբոսնենք։ Թե ես նստեմ, դու էլ այս սալյակը քշես։ Կլինի չծանրացնես։ Լավ էլի Սոնա։ Չեմ հասկանում ընդհանրապես ինչի ես գալիս։ Չես հասկանում, որ քո գալով, քո ներկայությամբ ես ինձ ահավոր վատ եմ զգում։ Ներկայությամբ թե մտածում ես դեռ խղճում եմ։ Չէ, չես խղճում Սոնա։ Ուղղակի այսքան անընդհատ գնալ գալով իրավիճակը հետո ավելի է բարդանալու, որովհետև մի օր գնալու ես։ Վրամ ինչի ես մտածում, որ մի օր գնալու եմ։ Սոնա, որովհետև ես ամեն ինչ անում եմ, բժշկի ասածներով ամեն ինչ անում եմ, բայց ոչ մի օգուտ չկա ոնց տեսնում ես։ Ես արդեն համակերպվել եմ այն մտքի հետ, որ ամբողջ կյանքում սրա վրա եմ լինելու։ Իսկ դու ջահել սիրուն աղջիկ ես, ինչ գործ ունես իմ հետ։ Ես քո ինչին եմ պետք։
Որովհետև սիրում եմ վրան։ Ես ընդունում եմ, որ ինչ-որ ռոմանտիկ կամ հետաքրքիր բաներ չեմ ասում։ Ես ասում եմ այն ինչ-որ կա։ Սիրում եմ, դրա համար էլ կողքիդ եմ։ Ու այնքան շատ եմ սիրում, որ իմ համար կապ չունի քո վիճակը։ Այդ ուղղակի նոր ասոնա։ Չես հասցրել ձանձրանաս։ Այս քո խոսքերը ստիպում են մտածեմ, որ եթե ես լինեի քո փոխարեն, եթե ես չկարողանայի քայլել կամ տեսնել, դու ինձնից հոգնելու էիր, հա? Այսինքն քո նման տղան իմ կողքին չպետք է լիներ։ Սոնա, դու լավ գիտես, որ տենց չի։ Բա ինչի ես մտածում, որ ես քո կողքին չպետք է լինեմ։ Մտածում ես, որ դու ինձ ավելի շատ ես սիրում։ Չնայած ես դեմ չեմ լինի, որ դու ինձ ավելի շատ սիրես։ Վրամ, քանի բարկացած չես ու չես գոռում, ուզում եմ մի բան ասեմ։ Ուզում եմ իմանաս, որ միշտ եմ գալու։ Այնքան եմ գալու, մինչև դու սկսես իմ հետևից գալու, այդ օրն էլ է գալու։ Ես մի անգամ այդ սխալը արեցի ու գնացի, բայց էլ չեմ անի, որովհետև մինչ օրս մտածում եմ, որ եթե չգնայի, դու այս վիճակին չէիր լինի։ Գիտես ինչքան եմ հետդ կռիվ արել, ինչքան եմ հետդ խոսել, այսինքն ինքս իմ հետ էի գիշ-գիշ խոսում, բայց քո հետ էի կռիվ տալիս։ Ու մի բան եմ հասկացել, որ սիրելով իրար չեն կորցնում, չեն բաժանվում։ Վրամ, ուզում եմ հասկանաս, որ հետդ եմ, ու ինչ էլ լինի, հետդ եմ լինելու։ Ուզում եմ դու էլ այդպես մտածես ու հետս լինես։ Ուզում եմ հասկանամ մամային էլ ես տենց խոսալով հեղափոխել։ Ճիշտն ասած չգիտեմ, մինչև հիմա զարմացած եմ, բայց չեմ բողոքում։ Դու հաց կերել ես։ Ոչ մի բանը չի կերել, Սոնա ջան։ Քեզ ասում եմ չգաս, բայց ամեն օր քեզ է սպասում։ Մամ, այդ մեր խոսակցությունն էիր լսում։ Չէ, Վրան ջան, ուղղակի մեր պատերն են բարակ։ Սոնա ջան, ես բռնի։ Ես գնամ իմ սենյակ, դուք հանգիստ նստեք։ Այ իմ սենյակի պատերը լավ հաստ են, ոչ մի բան չեմ լսի։ Որ հիվանդանոցում քեզ տեսա, սիրտս դուրս էր գալիս մեջիցս։ Քեզ շատ էի կարոտել, Սոն։ Ուղղակի այնքան ջղայնացած էի, որ ոչ մի բան չասեցի։ Գիտեմ, ես այդ զգացել եմ։ Վրամ սոված ես, կարող է հաց ուտես։ Դե քանի խոսում եմ, թող խոսամ էլի, որ ուտեմ կարող էլ ոչ մի բան չասեմ։ Որ ուտես կարող է հանկարծ պարզվի սոված զառանցում էի։ Հայկ, ես արդեն տուն եմ գնում։ Հայկ, ես արդեն տուն եմ գնում։ Ես մի հատ շատ կարևոր գործով տեղ եմ գնում։ Դու գնա տուն։ Բարի օր, Միքո ջան։ Ասենք բարի օր։ Հետո ինչ ես եկե Արմո։ Դու լավ կանես, որ այդ տոնով չխոսաս հետս։ Եթե մի քիչ խելոք լինես, հետս ընկերություն կանես։ Քո հետ ընկերություն անե։ Դե ասա գնամ մեռնեմ էլի, որ պիտի քո հետ ընկերություն անեմ։ Լավ ասա ինչի համար ես եկե։ Հաստատ չես եկե ապրանք ընտրելու։ Հա, ճիշտ ես հասկացել։ Մի հատ հարց կա, որ երկուսիս էլ նույն բանն է պետք։ Պիտի հայտարարի գանք։
Ափսոս, բայց խանութը փակվում է։ Հարցը քրոջ տա վերաբերվում։ Սանայի մասին պիտի խոսենք Միքո։ Քո գլուխը ոնց որ քորը, հա, գալի Արմո։ Դու ինչ գործ ունես քրոջս հետ։ Կամ ով է քեզ իրավունք տվել քրոջս մասին ինչ-որ բան ասես։ Դու տեղյակ ես, որ Սոնան Ադամյանների տնից դուրս չի գալիս։ Ինչ։ Հա, Միքո։ Սոնան անընդհատ Ադամյանների տունն է։ Հիմա ես չգիտեմ, ձեզ խափում է, որ գնում գալիս է, թե բանա փոխվե, ես տեղյակ չեմ, ու դուք ընդունում եք Սոնայի ու Վրամի կապը։ Ջի, ախպերս։ Ես ոնց ես հարմարացրել։ Քերին ա դասավորել վարո։ Բայց այդ հələ մի կողմ։ Ամբողջ օրը ես ինքս իմ հետ կռիվ եմ տալիս քո այս արածի հետ կապված։ Ու ով է հաղթող դիրքերում։ Մի հատ էլ հումոր ես անում վարո։ Ինչ անեմ ախպերս։ Ախպերս, արի խելքդ գլուխը թավակի։ Այս պատմությունը ուսերիդ մի վերցրու։ Ես մեռա բոլորին ասելով, որ ես եմ արել։ Էլ տարբերակ չկա, չեմ կարող բացատրեմ։ Ամեն ինչն ինձ դասավորել, որ ինձ ոչ մեկ չի հավատում։ Այդ տեսագրությունների պահը ոնց է իր կազմակերպել։ Ինչ ես խոսում ախպերս, չեմ հասկանում ընդհանրապես։ Ասել եմ, ինչ կա։ Համբերությունս ես ստուգում այդ աղա։ Հայկո, արի դու այս հարցով ընդհանրապես մի խորացի։ Քերի ուղարկած փաստաբանը ամեն ինչ շատ լավ է անում ու չգիտեմ ինչ հոդվածա ձևակերպել, բայց ասեց ոնց որ մի տարվա կարգ եմ նստելու։ Այդ մի տարին էլ տես քիչ է, հա։ Դե ամենայն դեպս այնքան շատ չի, որ դնենք դա արդանենք։ Ես իմ հավեսով այդ մի տարին կանցկացնեմ, մինչև դու էլ դրսում քո հարցերը կարգավորես։ Դու հիմա դրսում ես պետք։ Դու Նարեին ես հիմա պետք, պիտի Միքոյի հարցերով զբաղվես։ Ու մինչև աչքդ բացես փակես, կողքդ եմ լինելու։ Չգիտեմ էլ քեզ ինչ ասեմ։ Ինձ էլ որ մեկ-մեկ տուլիկ ուղարկես, շատ շնորհակալ կլինեմ քեզանից ախպերս։ Այ վա։ Արա դու գոնե մտածում ես ինչ ես խոսում, թե քո մոտ հակառակն է։ Իսկ չես մտածել, որ գլուխը ցրիվ կտան, որ Սոնայի մասին անկապ դուրս ես տալի։ Չեմ կասկածում։ Ձեր տնից ամեն մեկի ուշքը միտքը մեկին վնաս տալն է, բայց հիմա այդ թեմայով չենք խոսում։ Դու արդեն լեզվիդ ես տալի, Արմո։ Հիմա ուշադիր ինձ ես լսում, Միքո։ Ասում եմ քեզ, քուրդ անընդհատ Վրամենց տանն է։ Ու այդ տան մեջ արդեն իրան որպես հարց են ընդունում։ Ես ինչի քեզ պետք է խափեմ։ Իմ օգուտը ո՞րն է, որ քեզ խափեմ։ Դրանից ինձ ինչ օգուտ։ Փաստորեն դուք չեք իմացել այդ մասին։ Ուրեմն ճիշտ եմ անում, որ զգուշացնում եմ քեզ։ Միքո, ես լավ գիտեմ, որ դուք Ադամյանների հետ կապ չեք ուզում ունենաք։ Ինձ էլ պետք չի, որ քուրդ այդ տուն մտնի ու դուրս գա։ Նենց որ ստեղ երկուսի շահերը համընկնում են։ Դրա համար էլ եկել եմ առաջարկեմ, որ մեկս մեկին օգնելով նենց անենք, որ Սոնան այդ տուն չմտնի։ Թե չէ մի օր էլ իմանալու եք, որ Սոնան ու Վրամն ամուսնացել են, ու Սոնան ձեր տուն չի գալու։ Վերջ, ավարտեցիր, բրծար։ Չես հավատում։ Արմոս թե հավատալու ու չհավատալու խնդիր չկա։ Ուղղակի ես չեմ պատրաստում քո հետ ինչ-որ թեմաներ քննարկեմ։ Ես ինքս ինձ չեմ հարգի, եթե ինչ-որ գործի կամ թեմայի շուրջ քո հետ համագործակցեմ։ Իսկ այն ինչ ասում ես Սոնայի վերաբերյալ, ես էդի կճշտեմ։ Բայց հետո քեզ չեմ նախանձի, եթե պարզվի, որ անկապ դուրս ես տվել։ Դու գիտես։ Ոնց կուզես ամեն դեպքում ինձանից հասնում էր քեզ զգուշացնելը։ Ասենք թե ճիշտ է։ Քեզ ինչով է այդ խանգարում։ Դու ինչ գործ ունես մեր ընտանեկան թեմաների հետ։ Ինչ ես մտածել։ Ու հաստատ մի բան մտածել ես։ Ինչով է քեզ խանգարում։ Հը՞։ Այդքանի մեջ քեզ մենակ է դեր հետաքրքիր։ Հարցիս կոնկրետ պատասխանի Արմո։ Դու ոչ մի կապ չունես մեր ընտանեկան թեմաների հետ։ Դու ստե մի հատ շահ ունես, որ սենց խառնվել ես իրար։ Ես քեզ նոր չեմ ճանաչում։
Ու քեզ թվում է, որ դու ինձ ճանաչում ես, հա? Չէ, ինձ թվում է, որ դու ուղղակի ձգձգում ես հարցից չպատասխանես։ Հա, ինձ խանգարում են քուրդ էլ ախպերդ էլ։ Քուրդ վրամի պոչից կպած մանագալի ախպերդ էլ նարեի։ Ես ոնց որ առիթավորվեցիր, հա, երկու բառ հետդ խոսացի։ Նոր ասում էիր կճշտես։ Ուրեմն ճշտի։ Ինձ խանգարում են ձերոնք։ Մենակ չասես, որ չես նկատել Նարեի ու Հայկոյի կապը։ Մինչև աղբորդ հայտնվել է, ես Նարեի հետ իմ պլաններն ունեի, բայց ոնց որ թե աղբերդ ոտիս տակ է ընկնում։ Բա ինչ ես ինձ ասում։ Գնա Հայկոյին ասա, թե վախենում ես։ Հա, վախենում ես։ Դրա համար է հարցը հետ ուզում ես սենց լուծես։ Հայկոյի հետ հարցերս լուծելը շատ հեշտ է։ Մնում է քուրդ չմտնի այդ տուն։ Իրա գնալ գալով այդ տասնամյակի թշնամանքն է վերացնում։ Ինձ թվում է սրանից ավել պարզ բացատրություն քեզ պետք չի։ Ու ոնց հասկանում եմ, այդ տնից մենակ դու ես ադեկվատ մնացել։ Դրա համար էլ քեզ եմ ասում։ Եթե քո համար սովորական բան չի այն ինչ որ եղել է ձեր ընտանիքի հետ, հետո ինձանից պետք է շնորհակալություն հայտնես, որ քեզ շուտ եմ ասում։ Արմու գիտես, որ տեսակից է մարդկային զզվում, որ սողունի պես տակից։ Իրանց սև գործերը անում են։ Հայկի հետ հարց ունես, Սոնային ինչ ես խառնում։ Գնա Հայկին ասա, թե դուխդ այդքան չի հերիքում։ Դե քո համար կապ չունի ինչի հաշվին։ Կարևորը քո ուզածին հասնես։ Այսինքն քո համար նորմալ է, հա, այն ինչ որ կատարվում է։ Արմու, եթե մի քիչ երկարացնես, Հայկի կիսատը շարունակելու եմ։ Ուղղակի ի տարբերություն Հայկի իմ խփածից հետո դժվար հիվանդանոց հասնես։ Գնում ես թե օգնեմ։ Կներեք դրսից զանգ ա գալիս, պատասխանեմ գամ, հա։ Ֆոյսունո։ Հիմա պատասխանեմ թե չէ։ Բա ոչ պատասխանեմ գա այստեղ։ Ալո։ Բարև Լիլի ջան։ Բարև Միքո։ Լավ ես։ Լավ դու։ Հա, ապրես։ Սոնան հետը դա, կտաս հետը խոսամ շտաբը։ Սոնային։ Հա, հետը դա չէ։ Հա, ուղղակի զանգել ես ինձ, որ ասես Սոնային, տա։ Հա, ինչ խնդիր կա, ուղղակի հեռախոսը անհասանելի է։ Հա, բա տենց ասա Միքո ջան, ուղղակի պրոցեդուրա է անում, մի հատ էսա տեսնեմ կկարողանա պատասխանի։ Սոն, Միքոն ա զանգել, ասում է անհասանելի ես։ Ինչ ասեմ։ Լավ։ Միքո ասում է, որ պրոցեդուրա է անում, մի քիչ հետո քեզ կզանգի անպայման։ Եթե կարևոր բան կա ասելու, ուզում ես ինձ ասա, ես իրան փոխանցեմ։ Չէ, շտապ չի։ Ասա թող զանգի ինձ անպայման։ Հա, անպայման կասեմ։ Լավ։ Վայ, Սոնա, քո ձեռքը դառել եմ սուտ խոսանների թագուհին։ Սոն, Միքոն էր զանգել, ասեց, որ անհասանելի ես։ Ես մի բան ասեցի, մի ձև իրան խաբեցի, հուսով եմ հավատացել է, բայց երբ որ հարմար լինի, անպայման իրան զանգի, լավ։ Կներեք։ Ես պոպկորնը բերեցի։ Դու ֆիլմ ընտրել ես։ Ընտրել եմ, բայց չգիտեմ կհավանես թե չէ։ Ես ֆիլմերից այդքան էլ գլուխ չեմ անում էլի։ Այսինքն ինձ չմերժելու համար ես համաձայնել։ Դե, տենց մի բան։ Սոն, այնքան ուրախ եմ, որ ինձ չլսեցիր ու չգնացիր։ Ես քեզ լսեցի, ուղղակի ոչ թե այն ինչ ասում ես, այլ
Այն ինչ որ զգում ես։ Սոն, ուզում եմ էլ չգնաս։ Ուզում եմ մնաս ստեղ ու իմ հետ լինես, իմ տան մեջ։ Այնքան է երազում այն ժամանակ։ Երազում էի, որ դու ինձ սենց քնքուշ խոսքեր ասեիր։ Իմ մոտ տպավորություն էր, որ դու միշտ տենց չորը կոպիտ ես լինելու։ Երևի զգում էի, որ իմ հանդեպ այդպես չես, որ շատ ջերմ ես։ Մենակ չասես Լիլիթն է։ Լիլիթն է։ Այ մարդ, այդ աղջիկը ոնց է հաջողացնում ամեն անգամ մեզ խանգարի, հա։ Արի դու ֆիլմը միացրա, հա։ Արի։ Վրաման հարմար է։ Տանը մենակ չենք, մամատ ամեն պահի կարա գա։ Հա, ասում եմ արի ֆիլմը նայենք, ինչ անհարմար բան կա դրա մեջ։ Ինչի դու ինչ էիր մտածում։ Շատ վատն ես։ Նարի ջան, ինչ կա, բա ատելիեդ համար չես պատրաստում նոր տարած գտնել։ Բալես։ Ինչ կա։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, մամ ջան, ամեն ինչ նորմալ է։ Ինձ համար սուրճ եմ դնում, քո համար էլ դնեմ։ Կխմեմ հետդ։ Բալես, ուզում եի քեզ ասել, եթե չես ուզում աշխատել, հոգնել ես, կարող ես չաշխատել, դրա կարիքը չկա։ Չէ, մամ, իրականում ոչ թե հոգնել եմ, այլ ուղղակի մտքերով եմ մի պահ։ Գիտես, ոնց որ թե Սոնայի վերջնականապես հաջողվեց Վրամի սիրտը։ Շահել։ Լուրջ։ Հենց հիմա իրար հետ ֆիլմ են նայում։ Էլ չեմ հիշում Վրամի սերեսին երբեմ ժպիտ տեսել։ Հիմա արդեն իր մեջ ուժ կգտնի ու կսկսի բժշկի ցուցումները կատարել։ Հուսով եմ այդ աղջիկը իսկապես կօգնի Վրամին ոտքի կանգնել։ Տեսար, որ Սոնան շատ լավ աղջիկ է։ Ու կապ չունի ում աղջիկն է։ Կարևորը այն է, որ Սոնան ու Վրամ իրար շատ սիրում են։ Կարևորը այն է, որ Սոնան Վրամին փոխում է դեպի լավը։ Կարևորն այն է, որ մարդիկ իրար ճանաչեն։ Դες դու էլ անգամ հիմա չես մտածում ում աղջիկն է, ում քույրն է, որովհետև տեսնում ես, որ Վրամը երջանիկ է։ Բալես, հուսով եմ հիմա Սոնայի ու Վրամի մասին ես խոսում։ Լավ, ես գնամ սուրճ դնեմ։ Ձեր տան կողմերն եմ, պատրաստվի ու արի, սպասում եմ։ Սոնա, Միքոն ստեղ է։ Միքո։ Էս ինչ անսպասելի այցեր, բարև։ Բարև Լիլիթ։ Սոնային ասա թող գա։ Ուր գա։ Գա ստեղ։ Հենց ստեղ։ Լիլիթ լավ ես։ Չէ, լսի, ես վերջին վիրուսներից կոկորտս չորանում է։ Դու տենց դեպքերում ինչ ես անում։ Պարզ եմ, Սոնան ստեղ չի։ Վայ, Սոնայի անունը ով տվեց, համարցնում ես ոնց ես Լիլիթ ջան, հետո պատասխանը չես լսում։ Էլ ինչի համար ես հարցնում։ Ուր է Սոնան։ Գնացել է։ Ուր։ Ապրանքի։ Ինչ ապրանք։ Դե որ հիմա անունները հատիկ առ հատիկ ասեմ, մեկը չես իմանալու։ Ձեր ես առնում Լիլիթ։
Չէ՞ ոնց որ դու ես ինձ ձեռ առնում, Միքո ջան։ Ասում ես ապրանքի հետևից է գնացել։ Հա, կես ժամից հաճախորդ ունի։ Գելերն էլ վերջացել են։ Գնացել էր դեղատուն, որ գելեր առներ բերեր հաճախորդից սպասարկեր։ Իսկ այդ դեղատունը կարող է պատահմամբ տեղափոխվել է Վրամենս տուն։ Ինչի ձեն չես անում։ Արի գնանք, հա, արագ այս տարածքից։ Բան է եղել։ Քեզ թվում է բան չի եղել, Նարե։ Մենակ չասես, որ դեռ բարկացած ես։ Հաբա բարկացած եմ, բա ինչ եմ։ Քեզ քանի անգամ նույն բանը ես կարամ բացատրեմ։ Բացատրում եմ, բայց դու մեկը նույն բանն ես անում։ Այսինքն արի մի անգամ էլ քեզ կասեմ։ Շնայց չգիտեմ, իմաստ ունի քեզ ինչ-որ բան ասել է, թե չէ։ Հարց տվեցի քեզ։ Ինձ թվում է բարդ մաթեմատիկական հարց չեմ տվել։ Ուղղակի հարցիդ իմաստը չեմ հասկանում։ Վրամենս տունը ստեղ ինչ կապ ունի։ Լիլի ջան, ես հասկանում եմ, որ դու Սոնայի համար ամեն ինչ ուզում ես անես, իրան պաշտպանես։ Ուղղակի սխալ մարդ ես ընտրում, ինձ պետք է պաշտպանել։ Սոնան սիրահարված ջահել աղջիկ է։ Ու այդ ֆոնին կարա լիքը սխալ բաներ անի, որի համար հետո թանկ վճարի։ Դու գիտես չէ, որ ես Սոնայի վատը չեմ ուզում։ Գիտեմ։ Ապրես։ Ուրեմն արի ոչ դու իմ ժամանակը ծախսի, ոչ ես քո։ Ասա ուր է Սոնը։ Դեղատանը։ Թե Վրամենս տանը։ Չէ, ասում եմ դեղատանը։ Դու գիտես չէ, որ ես համբերությամբ չեմ փայլում։ Գիտեմ։ Բայց մեկը դեղատանն է։ Դե ուրեմն արի հենց հիմա իրար հետ գնում ենք դեղատուն։ Ով ես? Ես չեմ գալիս։ Ինչի։ Ինչ ես ուզում ինձանից, Միքո ջան։ Լիլի ջան, ամեն քայլափոխին դեղատուն կա։ Ես է ինչքան ժամանակ է ստեղ եմ։ Հենց հիմա զանգի Սոնային։ Ես։ Լիլի ջան, ինչ ես զարմանում։ Քո համարից զանգի, որ հասկանանք ուր է։ Դու ինձ սկսում ես արդեն խանգարել։ Գիտես ինչ։ Քո ասածից է արդեն լիքը բան պարզ էր։ Ուղղակի եթե մտածում ես, որ Սոնայի համար լավություն ես անում, ասեմ, որ չարաչար սխալվում ես։ Հայկ, ախր ես քեզ 1000 անգամ բացատրեցի, չէ՞, ինչի ես անընդհատ նույն թեման բացում։ Նարե, մենք այս թեմայով 1000 անգամ խոսացել ենք, չէ՞։ Ոնց է ստացվում, որ ես ու դու պայմանավորվում ենք իրար հետ, որ պիտի հանդիպենք, ու ես գալիս սպասում եմ քեզ ու դու չկաս։ Հետո պարզվում է, որ Արմոն զանգել է քեզ, դու էլ գլուխդ կորցրել վազել ես Արմոյի մոտ։ Ես պապայի համար եմ գնացել։ Նարե, մի հատ հեռախոսդ բաց նայի, տես քանի անգամ եմ քեզ գրել ու զանգել։ Դժվար էր նամակից կամ գոնե մի անգամ զանգից պատասխանել։ Հա? Թե Արմոյի մոտից խոսալը հարմար չի քեզ։ Ես քեզ շատ եմ խնդրում, դու հիմա մի ասա, նենց բաներ, որոնց համար հետո փոշմանելու ես։ Նարե, ասում եմ, բաց հեռախոսդ նայի։ Բաց նայի մի հատ, ինչի՞ չես նայում։ Քո համար նորություն է Արմոն ով է իմ համար, հա։ Քո համար նորություն է, ոնց եմ վերաբերվում Արմոյին, Նարե։ Ու դու այդ ամեն ինչը իմանալով նորից Արմոյին առիթ ես տալիս։ Հայկ, դու հասկանում ես, որ արդեն նեղացնում ես ինձ։ Նարե ջան, քեզ թվում է ես չեմ նեղվում։ Քեզ թվում է ես չեմ նեղվում։ Պապատ կին ունի։ Արմոն ինչի վերցրեց ու քեզ զանգեց, կարաս բացատրես։ Կամ դու ինչի մենակ գնացիր։ Ասում ես, որ քեզ թվացել է, որ Արմոն էլի ինչ-որ մի բան սարքում է։ Այդքան բանը իմանալով վեր կացար ու մենակ գնացիր, Նարե։ Ինչի համար։ Կարաս ինձ այդ բացատրես։ Հիմա նենց է դուրս գալիս, որ դու ես Արմոյին առիթ տալիս, Նարե։ Ու ամենավատը այս պատմության մեջ այն է, որ համ առիթ ես տալիս, համ էլ ոնց հասկանում եմ, քո համար արդեն նորմալ է դարել այդ ամեն ինչ։ Հայկ, ես հասկանում եմ, որ սխալ եմ արել։ Հա, ես ընդունում եմ, դու ճիշտ ես ասում, բայց դու էլ հիմա սխալ ես անում, որ այդ ձևով իմ հետ խոսում ես։ Հա, Նարե, ես գժվում եմ, խանդում եմ, Արունը խփում է գլխից, չգիտեմ ինչ անեմ, բայց դու նորից վեր ես կանում ու գնում ես Արմոյի մոտ, ու իմ համար ամենաաննորմալ բանը այն է, Նարե, որ քո համար նորմալ է այդ ամեն ինչը։ Հայկ, ես պապայի մոտ եմ գնացել։ Ինչ կապ ունի, Նարե։ Թեկուզ խոհանոցից Միջանցք գնայիր։ Եթե Արմոն կա արանքում, այդ արդեն լավ չի։
Ինչ ես անում դու իմ հետ նարե, կարաս բացատրես։ Ինչ ես անում։ Ես անհանգստությունից ու վախից արդեն չգիտեի ինչ անեի։ Հետո զանգում ես, ասում ես, որ Արմոն։ Հերիք Արմոյի անունը տաս։ Քեզ թվում է ես ուզում եմ Արմոյի անունը տամ։ Լավ, ես ոնց հասկանում եմ, քեզ առիթ էր պետք, հա։ Քեզ առիթ էր պետք, որ մենք կռվենք, ես էլ այդ առիթը ստեղծեցի։ Չէ, դու հիմա լուրջ ես խոսում, նարե։ Չէ, ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Այսինքն իմ այսքան ասածից դու այս եզրակացությանն եկար։ Հայկ, նորից եմ ասում, կներես։ Հա, ես հասկանում եմ, սխալ եմ արել, որ գնացել եմ։ Ուղղակի ես իմ արած սխալներից այսքան ժամանակ դաս չեմ քաղել։ Բայց դու էլ ես հիմա սխալ անում, որ իմ հետ սենց ես խոսում։ Ես պապայի անունը լսեցի ու միանգամից դուրս գնացի։ Դու ինձ չես վստահում։ Նարե, քեզ թվում է ես խելագար եմ։ Հա? Քեզ թվում է ես խելագար եմ ու ոչ մի բան չեմ հասկանում։ Ես քեզ վստահում եմ, Նարե։ Շատ եմ վստահում։ Բայց Արմոյին չեմ վստահում, որովհետև Արմոն ամեն ինչի պատրաստ է, որ քեզ հասնի։ Արմոն ամեն ինչի պատրաստ է, որ ինձ վնասի, Նարե։ Ես ոնց վստահեմ Արմոյին։ Ես Արմոյին մի բան անելուց առաջ, Նարե, մի վարքյան չեմ մտածի։ Ես ուղղակի պիտի վստահ լինեմ, որ դու դրան ոչ մի առիթ չես տալիս։ Դու մի ամիտ աղջիկ չես, ախր, Նարե։ Մի ամիտ չես, որ այդքան բանը չհասկանաս։ Հայ, կարի գնանք տոնել է։ Նարե, խոստացի, որ այս իմ ու քո վերջի խոսակցությունն է լինելու այս թեմայով։ Հայ, կարի գնանք տոն։ Այսինքն մի բան էլ դու ես նեղվում, Նարե։ Չէ, չեմ նեղվում։ Ուղղակի արի գնանք տոն։ Արի գնանք միտեղ նստենք, երկուսս էլ տաքացած ենք։ Հանգիստ միտեղ կնստենք, խոսանք, կհասկանանք իրար, հետո էլի կգնաս տուն։ Հայկ, ուր գնանք։ Դու գիտես, որ մենք այս ամբողջ աշխարհից ենք թաքնվում։ Պատերի տակ ենք հանդիպում, որ մեզ ոչ մեկ չտեսնի։ Ստեղ էլ նստած ենք ամեն րոպե կարա մարդ անցնի ու մեզ տեսնի։ Չէ, չեմ բողոքում, ճիշտ հասկացի ինձ։ Ուղղակի ճիշտ կլինի, որ հիմա գնանք։ Այսօր երկուսս էլ մեզ լավ չենք զգում ու բարկացած ենք, հնարավոր է բաներ ենք ասում, որ չենք հասկանում։ Ոչինչ սենց էլ է լինում։ Դու երբեք ինձ սենց բան չէիր ասել։ Դու էլ երբեք իմ հետ սենց չէիր խոսացել, բայց այսօր խոսացիր։ Ես գնում եմ։ Պետք չի որ սենց գնաս, Նարե, ասում կխոսանք իրար, կհասկանանք, կգնաս էլի տուն։ Հիմա ինչքան խոսենք, այնքան ավելի վատ է լինելու։ Մենք անպայման կխոսենք։ Բայց այսօր չէ։ Միքո չգիտեի, որ եկել ես պապանա ասել։ Ճիշտ ասած զանգդ տեսել եմ ուղղակի այդ ժամանակ հաճախորդին ապարատային պրոցեդուրայի անում չի կարող պատասխանել։ Տեսար, որ չի խափում Միքո ջան։ Բայց ինչի պետք է խափեիր։ Սոնա ջան, Միքոն չէր հավատում, որ գնացել ես դեղատուն։ Լուրջ։ Չնայած նորմալ է։ Այս վերջերս հաճախ եք դուք սկսել ինձ չհավատալ։ Իսկ կարող է դու ես առիթը տվել։ Դրսում քեզ եմ սպասում։ Ես դեռ չեմ ավարտել։ Ասացի դրսում քեզ եմ սպասում։ Հաստատ չհավատաց Սոն։ Զգացի։
Կներես ինձ Հայկ։ Կներես։ Հայկ, կներես, բայց հետո կխոսենք։